Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին զուգահեռ ընդլայնվում է ֆերմերների դժգոհության ալիքը։ 3 լոլիկ աճեցնողներն էին փողոց դուրս եկել ու Երևան-Երազխ ավտոճանապարհը փակել։ Անց տարի ասեցին մյուս տարի լավ ալնելու, այս տարի ավելի վատ եղավ։ Դրել ենք 10,000 տոննա։ Ֆերմերները պնդում են, պահածոներ արտադրող ընկերություններն իրենցից լոլիկ չեն գնում։ Պատասխանում են, այդքան պահանջարկ չկա եւ հիմա վառ կերպարտքեր ունեցող հողագործները, որոնք այժմ իրենց աշխատանքի դիմաց եկամուտ պետք է ստանային, կանգնել են փաստի առաջ։ Ինչ անեն այդքան բերքը, ով է փոխհատուցելու։ Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արգելքից այս պահին թերևս լոլիկ աճեցնողներն են շատ տուժում։ Բերքը միայն տեղական սպառման համար շատ է։ Հայաստանից տարեկան հազարավոր տոննաներով լոլիկ են արտահանում Ռուսաստան։ Այժմ, երբ Մոսկվան սահմանափակումներ է կիրառում, բերքը մնացել է Հայաստանում։ Ըստ ֆերմերների, գործարանները չեն մթերում։ Անցած տարվա համեմատ նույնիսկ ավելի էժան գնով շուկաներում վաճառել չեն կարողանում։ Առաջարկը պահանջարկից մեծ է։ Ես հենց հիմա 60 տոննա դաշտում եմ կարմիր պամիդոր ունեմ, 60 տոննա։ Այդ մի դաշտում եմ հենց հիմա այդքան պամիդոր ունեմ։ Ոնց են ասում պամիդորի փողն կտան, բանունի փողն կտան, ծաղիկին է։ Թուրքոպերի տա 60 տոննա։ Հենց հիմա 60 տոննա մեջ դաշտում եմ պամիդոր ունեմ։ 8 միլիոն էլ ենա թող մտնեն նային, սուբսիդ ծրագրով փողը վերցի դրեմ դաշտի, 8 միլիոն դրեմ։ Ով է դա պատասխանը տալու։ 2025-ին Հայաստանում դաշտերից ու ջերմատներից ընդհանուր շուրջ 100,000 տոննա լոլիկ են հավաքել։ Արտահանել են ավելի քան 17,000 տոննան։ Այսինքն մնացած գրեթե 80,000 տոննա բերքը Հայաստանում են սպառել կամ շուկաներում են վաճառել, կամ գործարաններն են մթերել պահածոներ հյութեր պատրաստելու համար։ Մի ֆորտ շուկայի պամիդոր են տարի 2 ящик են ծախել։ 2 ящик։ Տոմատի մածուկ արտադրող խոշոր ընկերությունները լուռ են, նրանցից մեկնաբանություն ստանալ այսօր Ազատությունը չկարողացավ։ Artfood ընկերության գրասենյակից հորդորեցին արտաշատ գործարան զանգահարել։ Մեր զանգին պատասխանած տղամարդն ասաց, թե պահակակետի հեռախոսահամարն է, ինքն օգնել չի կարող։ Արտաշատի հեռախոսահամար փոխանցեմ, զանգեք այստեղ, լավ։ Պրախադնոնը պահակային Ահա, հա։ Ես ձեզ ոչ մի հարցին չեմ կարող պատասխանել։ 1000 անգամ նրա։ Իսկ ասեք ում զանգեմ, ոնց ինչ որ տենց բաժին ունեք։ Էսի պարալելնի հեռախոսը մենակ բանի մեջ են կարում զանգենք, զավոդի մեջ են կարում զանգենք։ Դրսից ես ոչ մեկի սոտովի համարը չգիտեմ, ներողություն եմ խնդրում։ Խոշոր մեկ այլ ՄԱՊ ընկերության աշխատակիցը ցերեկն ասաց, թե ընդմիջման են։ Ավելի ուշ զանգահարեցինք, համապատասխան բաժնի աշխատակցի հետ կարծես կապ հաստատել չկարողացան, ասացին վաղը դիմեք։ Ոչ մի լոլիկ արտադրող գործարանի դռների առաջ պետքա չմնա։ Այո։ Լոլիկի մթերման խնդիր կար նաև անցած տարի։ Գործադիրը խոշոր մթերողների համար աջակցության ծրագիր մշակեց, պարզաբանելով, որ ընկերությունները չեն ցանկանում շատ մթերել, ձեռնտու չէ։ Կառավարությունը որոշեց խոշոր ընկերություններին սուբսիդիա տրամադրել, փոխհատուցելով մթերած յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարած գումարի մինչև 25%-ը։ Այս տարի, երբ Ռուսաստանի սահմանափակումների պատճառով խնդիրը շատ ավելի սուր է, Հայաստանի իշխանությունները դեռ այսպիսի որոշում չեն ընդունել։ Մենք բավական վայրիվերումներից հետո ոնց որ թե գյուղատնտեսության ոլորտում նույնպես թևակողում ենք կայուն զարգացման փուլ։ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների վնասները մեղմելու համար կառավարությունն առայժմ հիմնականում արտահանողներին աջակցություն տրամադրելու ծրագրեր է ընդունել։ Մեր բանկերը 3 տարի սարասն իրեն։ Ես համաձայն եմ, թող 2-3 տարով սարասնեն, ինչեւ հասկանան որը-որից հետո։ Կառավարության անդամներն էլ ընդունում են, որ լոլիկի իրացման գնի խնդիր կա, սակայն չեն պարզաբանում, թե ինչ լուծումներ են առաջարկում։ Եվ ռեալ, այո, միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը։ Այսօր ավելի փոքր ծավալներով մթերում իրականացնող Sis Natural ընկերությունից զրուցեցին Ազատության հետ։ Հյութեր ու պահածոներ արտադրող ընկերությունից ասացին, որ իրենք տարեկան մի քանի տասնյակ տոննա են մթերում, օրինակ լեչո պատրաստելու համար։ Տոմատի արտադրություն իրենք չունեն։ Այս ընկերությունն էլ մեկ այլ խնդրի մասին է բարձրաձայնում։ Այժմ ծիրան պետք է մթերեն, պատվեր ունեն, սակայն գինը շատ բարձր է, ավելին քան անցած տարի։ Ջեմ պատրաստելու համար հասած ծիրանը 500-ից 600 դրամով են վաճառում։ Մինչդեռ իրենք անցած տարիների միջինը 250 դրամով են մթերել։